ժամանակից, երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության փոխանցում կատարվեց Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի առաջի այսպես կոչված շարժումներից մեկը դա հայտնի նոր պետություն, նոր հայրապետ, եթե չեմ սխալվում, սենց բանով կոչով շարժում էին նախաձեռնել, որտեղ եւ կաթողիկոսին էին թիրախավորել եւ նորից եկեղեցին։ Հիմա ինչի հիմա նորից դասարվեց, իմ կարծիքով սա նախընտրական դիրքավորում է, որովհետեւ եկեղեցու հետ կապված խնդիրը իմ կարծիքով երկու հատույթում է։ Մի հատույթը ինքը եկեղեցին է եւ ինքը եկեղեցու վերնախավը, որովհետեւ Փաշինյանը որևէ կերպ չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ փաստացի Հայաստանում պահպանված, կարելի ասել եզակի ազգային կառույցը, որը եկեղեցին է եւ որը հազարամյակների պատմություն ունի, իր հետ նույն եկեղեցու հետ Փաշինյանի ջրերը նույն առով չեն հոսում։ Այսինքն պարբերաբար լինում է հակասություններ, պարբերաբար եկեղեցին անում է հայտարարություններ, եւ այդ հայտարարություններով որոշակիորեն քննադատում է Փաշինյանին, քննադատում է գործող իշխանակարգը եւ այլն։ Եվ այստեղ Փաշինյանի համար կարևոր է, որ եկեղեցին լինի ընդունի կրավորական կեցվածք եւ եկեղեցին ենթարկվի իրեն քաղաքական իշխանությանը եւ նա որպես համեմատություն դիտարկում է մինչ իր այս վարչակարգը եղած վիճակները, որտեղ փաստացի եկեղեցու եւ գործող իշխանությունների միջև տենց առանձնատուկ տեսանելի հակասություններ չեն եղել։ Դա այդ մասն է, այսինքն եկեղեցին ենթարկվի Փաշինյանին եւ ազգային կառույցը, որը փաստացի ունի մեծ ազդեցություն հանրությունում, այդ ազգային կառույցը լինի Փաշինյանի վերահսկողության ներքո։ Դրա ձևերից մեկը դա թիրախավորելն է մասնավորապես եւ առաջին հերթին կաթողիկոսին եւ փորձել բերել մի վիճակի, որ կաթողիկոսի փոփոխության հարց ծագի եւ ինքը իր տեխնացուն ունենա եւ այդ տեխնացիով այդ իր ասես ասած ծրագիրը իրականացնի։ Դա մի խնդիր է։ Երկրորդ հատույթը դա քաղաքական հատույթն է։ Եկեղեցին ըստ տարբեր հարցախույզերի ունի ամենամեծ դրական վարկանիշը հայ հանրության մոտ։ Եվ նաեւ այդ վարկանիշը արտահայտվեց մասնավորապես մոտ մի տարի առաջ, երբ որ բարձրաստիճան եկեղեցականը Բագրատ Սրբազանը առաջնորդեց ընդդիմադիր շարժում եւ ամենասկզբից տեսանելի էր, որ դա բավականաչափ մեծ արձագանք ստացավ հայ հանրության մոտ։ Այսինքն քաղաքական տիրույթում, երբ որ բարձրաստիճան եկեղեցականը հանդես է գալիս եւ քաղաքական տիրույթում ստանում է այդ կարգի աջակցություն, դա նույնպես առնվազն անհանգստացնող է եւ Փաշինյանը քաղաքական հարցում նույնպես փորձում է եկեղեցուն եթե ոչ ենթարկեցնել, գոնե չեզոքացնել, որովհետեւ ինչպես եւ ես ասացի, նախընտրական փուլում ենք մենք գտնվում, ինչ զարգացումներ կլինեն ընտրությունների կգնան, այսպես կոչված, այս ընտրությունները որպես կազմակերպված միջոցառում եմ ասում, որովհետեւ Հայաստանում ընտրությունները չեն, որ որոշում են իշխանության վերարտադրությունը։ Բոլոր ընտրություններով նոր իշխանություն փաստացի չի եղել է իշխանության փոխանցում։ Բայց այնուամենայնիվ ներհամակարգային պայքարում եկեղեցին ում կողմը կբռնի քաղաքական դաշտում։ Այդ իմաստով կարող է լուրջ ազդեցություն ունենա այդ ներհամակարգային անգամ պայքարի իմաստով։ Այնպես որ դա մյուս հատույթն է, եւ դուք հարց տվեցիք, արդյոք սա որևէ արտաքին հարաբերություններ կամ արտաքին ազդակների ներքո չի կատարվում, երկու կարևոր բան ասեմ այդ համատեքստում, առաջինը Ադրբեջանի ընդհանուր առմամբ դա կոչվում է Կովկասի մուսուլմանների վարչություն, եթե չեմ սխալվում, տենց անուն ունի եւ դրա նախագահը Փաշազադե, որը համարվում է տարածաշրջանում մահմեդականության առաջնորդ, հա։ Փաշազադեն
մոտ մի շաբաթ 10 օր առաջ հանդես էր եկել առաջի հայտարարությամբ, որում հայկական եկեղեցին եւ հայկական դավանանքը դիտարկում է որպես կազմաքանդող եւ դիտարկում է, որ այդ եկեղեցու գործունեությունը միշտ եղել է սադրող տարածաշրջանում, մեր տարածաշրջանում, մասնավորապես մահմեդականության հարցերում խնդիրների բացասական լուծման իմաստով եւ նա թիրախավորել է եկեղեցուն եւ թիրախավորել է հայկական դավանանքը քրիստոնեությունը ոչ ընդհանուր առմամբ, այլ հայկական դավանանքը, հայկական եկեղեցու քրիստոնեությունը, ասենք ասենք, հայ ազգային քրիստոնեությունը մյուս բանը, որ արեց Ալիևը, էլի այդ ժամանակահատվածում դա իսլամաֆոբիայի ֆորումներ, որ նա անցկացնում էր Բաքվում եւ այստեղ նույնպես նա թիրախավորեց հայությանը եւ հայկականությանը եւ եկեղեցուն առայն, որ բոլոր արևմտյան Ադրբեջանի այն է Հայաստանի, հա, ամբողջ եւ նաեւ Ղարաբաղում եղած ամբողջ մահմեդական բանը ժառանգությունը ոչնչացվել է եւ դրանում նա մեղադրում է ինչպես քաղաքական, այնպես էլ հոգեվոր առաջնորդներին հայության եւ ասելով, որ դա պետք է վերականգնվի եւ դա իսլամաֆոբիայի համատեքստում է եւ ողջունելով, որ նույն Փաշազադեն վերաստեղծել է Երևանի Ղազիաթը, այսինքն իրենց թեմը մահմեդական թեմը Երևանի, որովհետեւ Երևանը դա պարզ է, չէ, ադրբեջանական քաղաք է հազարամյակների վերջին հայտարարությունը, որ արել է Փաշազադեն մոտ 2 օր առաջ 2 օր առաջ, մի օր առաջ կարևոր չի, դա վերաբերվում էր նրան, որ քանի որ այս հակասությունները կան եւ իրենք նախահարձակ են եղել, բայց նաեւ հայ առաքելական եկեղեցին հայտարարություններով արձագանքել է այդ հարձակմանը մեր դավանանքի վրա եւ մեր եկեղեցու վրա հարցը բարձրացվել, թե արդյոք չես ուզում, որտեղ մինչ այդ տենց հանդիպումներ եղել են Փաշազադե կաթողիկոս։ Չես ուզում հանդիպել կաթողիկոսի հետ եւ այդ հակասությունների մասին խոսել։ Եվ նա կտրուկ հրաժարվել է եւ ավելին նա փաստորեն ասել է, որ իրեն հարիր չի հանդիպել կաթողիկոսի հետ, որտեղ կաթողիկոսը փաստացի կրոնական գործիչ չի, այլ քաղաքական գործիչ է, որտեղ նա իր կրոնական գործունեությունը թողած մտել է քաղաքականություն։ Հիմա տեսեք, այն ինչ որ ես թվարկեցի, այդ ամբողջը համարյա շատ մեծ վերադրումով համապատասխանում է նրան, ինչ որ ասում է Փաշինյանը այստեղ։ Եվ ոչ միայն սինխրոնիզացվում է բովանդակությունը, սինխրոնիզացված է ոնց որ թե նաև ժամանակահատվածը։ Իրար հետ միասին միաժամանակ այդ գրոհը հայ առաքելական եկեղեցու վրա սկսել են, այսինքն սա ցույց է տալիս նաև, որ Փաշինյանական այս վարչակարգը իր գործունեությունը, ներհայկական ճակերտներն գործունեությունը համակարգում է արտաքին կենտրոնների հետ, եւ այդ արտաքին կենտրոնները բազմաթիվ անգամ ենք դա նշել, նորից կարելի է նշել, դա թուրք-ադրբեջանական տանդեմն է, դա Մոսկվայի կենտրոնն է, դա ինչ որ իմաստով նաև Իսրայելն է, որտեղ Իսրայելը ազդում է թուրք-ադրբեջանական եւ ռուսական դիրքորոշումների վրա տարածաշրջանային եւ անպայման գլոբալիստական կենտրոնն է։ Հիմա այդ բոլոր կենտրոնների համար հայ առաքելական եկեղեցու ամուր, կայուն եւ հայկական լինելը վտանգ է։ Վտանգ է այն իմաստով, որ դա այն հենքը կարա լինի, որի վրա կարող է վերածնվի հայ ազգային պետությունը։ Եվ թիրախավորում են համատեղ եւ գործում են անգամ նույն բառամթերքով եւ նույն ժամանակահատվածում։